գրչով երկեցի փարքեր, քեզի ինձա իմ հայրենիք։ Սոսյաց անտառենեի զայն կտրեր, քեզի ինձա հին հայրենիք։ Եղեգնյա գրչով երկեցի քուրմեր, ընդ եղեգան փող լույս ելաներ։ Դանիել Վարուժան։ Արևմտահայ գրականության երևելի դեմքերից մեկը Դանիել Վարուժանը, ով ծնվել է 1884 թվականին Արևմտյան Հայաստանի Սեբաստիան նահանգի Բրգնիկ գյուղում, թեև ապրեց կարճ կյանք, բայց մի նորեջ բացեց մեր գրականության անդաստանում։ Վարուժանը մեծացել է երկրի գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թաղծող ուռիների օրորի տակ։ Դեռ հազիվ ես թիթեռնիկներ որսալու հասակիս մեջ հայրս անդղտած է պոլիս, իսկ մայրս ձմեռային երկար իրիկունները թոնրատունը նստած երևակայությունս օրորած է ենիչերներու եւ գայլերու պատմություններով, երբ մեյրեգումի հովը կուգար բուխարիկին մեջ մերթ ոռնալ եւ մերթ դևի ձակի նման լալ։ Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում, որտեղ նրա ապրած տարիները զուգադիպեցին համիդյան ջարդերին եւ որոնք ծանր հետք թողեցին դեռ պատանեկան տարիքը չբոլորած տղայի վրա։ Այդ օրերին շատերի հետ բանտարկվեց նաեւ Վարուժանի հայրը։ Տարիներ անց բանաստեղծը իր գործերից մեկում գրում է. Դեռ փոքր էի, եկա քեզի մենավոր, մութ զնդանիդ մեջ այցի, մայրս հիվանդ էր, կշրջեի ես ազատ, մեջտեղը բանտի եւ մահճի։ Նրա մանկությունը այնքան էլ հեշտ չի անցել։ Հայրը, ինչպես շատ շատերը, պանդխտել է Պոլիս եւ մինչեւ դպրոցական հասակը Վարուժանը հորը չի տեսել։ Եվ միայն 94-96 թվականների ջարդերի ժամանակ մոր հորդորով գնում է Պոլիս, որպեսզի հորը հանդիպի եւ իր կրթության խնդիրը լուծի։ Հայրը մի կերպ ազատվում է բանտից եւ աշխատում Պոլսի իջևանատներից մեկում։ Դպրոցական արձակուրդները պատանին անցեկացնում հոր մոտ եւ ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին։ Բանաստեղծը գրել է. Արձակուրդներս ընդհանրապես անցած են հորս քով, Խավիար խանը, հայ պանդուխտներու հառաչանքներուն եւ վերքերու տրոփյունին ունկնդիր։ Հայրիմ, օրնե դողդոջ ձերքերդ գլխուց դիր, թող մատերդ կաթիվար աղոթքդ եկած հոգվույթ պայծառ խորանեն, վերջին ժամն է, օրնե հայր։ Պիտի ասեմ, որ Պոլսում նա հաճախ էր մասնակից դառնում այն վայրերում, որտեղ պանդուխտներն էին, այն պանդուխտներում, որտեղ ապրում էին գավառներից եկած պանդուխտները, դժվար կյանքով ապրող պանդուխտները, եւ նրանց կյանքին ականատես լինում։ Սա էլ է որոշակի տպավորություններ թողնում նրա պոեզիայի, հետագա պոեզիայի վրա։ 1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները։ Երբ պիտի գա, ով Տեր, այն օրը վսեմ եղբայրությունն մարդկության, երբ իր շղթան պիտի ձգե սրտեսիրտ մեծ համբույրովն հաղթական, երբ հրկիզյալը չքավոր հուսաթափ մոխրին վրա ինչքերուն, ցուրտ վիթխարի լքումին տեղ պիտի գտնա տիեզերական օգնություն։ Վարուժանի պոեզիան, որ նայում ես, որոշակիորեն զգում ես, որ սա եւ հայ դասական պոեզիայից է ծնվում, եւ եվրոպական պոեզիայից, եւ աշխարհի պոեզիայից։ Իսկ որտեղից նրան այդքան գիտելիքները, այդքան իմացությունը։ Եվ ահա տարբեր միջավայրեր ազդեցին նրա ստեղծագործության վրա։ Ուսումնառության տարիների տպավորությունների մասին Դանիել Վարուժանը գրում է. Երկու միջավայրեր ազդած են վրաս։ Վենետիկը իր Թիցիանով եւ Ֆլանդրը իր Վանտիիկներով։ Առաջինին գոյները եւ վերջնոյն բարբարոս իրապաշտությունը յուրոնած են վրցինս։ Քոր սնափարությունն ունիմ թաթխած ըլլալու միմիայն հայրենի հողին որդան կարմիրի մեջ եւ իր ծովացուփ արեանը։ Վարուժանն առանձնահատուկ հետաքրքրությամբ ու սիրով ուսումնասիրում էր Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրեց իր առաջին բանաստեղծությունները պանդուխտների կյանքի եւ 1896 թվականի ջարդերի թեմաներով։ Այդպիսի բանաստեղծ մենք քիչ ունենք։ Երկրորդ օրինակը երևի թե Եղիշե Չարենցն է։ Այս երկու բանաստեղծների ժողովածուներին ուշադրություն եթե դարձնում ենք, ապա նկատելի է, որ ժողովածուից ժողովածու նրանք անընդհատ փոխում էին իրենց թեմաները եւ միևնույն ժամանակ ոճը, մի ժամանակ մտածողությունը
եւ թեմային համապատասխան բան գտնում, ձև գտնում եւ այս առումով անընդհատ փոփոխվում էին։ Դանիել Վարուժանի ցեղին սիրտը ժողովածուի մեջ գերիշխողը հայրենասիրական ոգին է։ Մեկտեղվել են ցեղի մորմոքն ու արյան ընդվզումը, ապրելու հավատն ու մարդասիրությունը։ Ատելությամբ խոսելով թուրքական բռնակալության մասին, բանաստեղծը բացահայտել է նաև եվրոպական տերությունների կեղծ դիվանագիտությունը։ Աղվոր աղջիկ, ուրիշներու արդյունքին գիտես, թե որչափ աշխարհս է անտարբեր։ Շատ հետաքրքիր է, որ գիրքը երկու բնորոշ բաժին ունի։ Մեկը կոչվում է Բագինին վրա, մյուսը կոչվում է Կրկեսին մեջ։ Բագինը, ինչպես գիտեք, հետանոսական զոհացեղանն է, որի վրա աստվածներին զոհեր էին մատուցում։ Այս վերնագրով Վարուժանն նշում է, որ Օսմանյան կայսրության մեջ հայությունը Բագինի վրա զոհ էր։ Բայց երկրորդ բաժնում Վարուժանը իր ստեղծագործական նկարագրին հարազատ մնալով ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը միշտ չէ, որ այդպես հնազանդ զոհ է եղել։ Նա ունե նաև ըմբոստության ոգի։ Այս Կրկեսի մեջ բաժնում էլ խոսում է ժողովրդի ըմբոստության, վրեժխնդրության ոգու մասին։ Վարուժանի ձոնը վշտի եւ կարոտի ծանր ապրումների ամբողջություն է։ Բանաստեղծությունն ամփոփվում է խոր հավատով ու պայքարի ոգեշունչ խոսքերով։ Ու պայքար երգեցի, ձեզի ընծա հայ մարդիկներ։ Գրիչս եղավ անթրոց սրտերու հնոցի, ձեզի ընծա քաջ մարդիկներ։ Եղեգնյա գրչով վրեժ երգեցի, ընդ եղեգան փողբոց ելաներ։ 1905 թվականին Դանիել Վարուժանը մեկնում է Բելգիա եւ ընդունվում Գենտի համալսարանը։ Բանաստեղծը ուսումնասիրում է հասարակական եւ քաղաքական գիտություններ, սովորում գրականություն եւ սոցիալական ուսմունքներ։ Մեր շատ խիստ նրբաճաշակ եւ այսպես դաժան ինչ որտեղ քննադատ Հակոբ Օշականը, որը գնահատում էր ամբողջ հայ գրականությունը, արևմտահայ գրականությունը, դեռ 10-ական թվականներին գտավ, որ լավագույն բանաստեղծն է արևմտահայ պոեզիայում Վարուժանը, իսկ 40-ականներին արդեն հաստատեց նրա տեղը, կայուն տեղը, որպես մեծագույն դեմքերից մեկը մեր քնարեղության, եթե ոչ մեծագույնը։ Վարուժանը, լինելով հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ, իր ակտիվ մասնակցությունն է բերում Սեբաստիայի ու Թոքատի հասարակական քաղաքական կյանքի գործընթացներին։ Նա առանձնահատուկ հարգանք էր տածում ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկներից Սեբաստացի Մուրադի հանդեպ, նրա մեջ տեսնելով հին դյուցազունի տիպարը։ Գրող գրականագետ Հակոբ Սիրունին հիշում է. Վարուժանն առաջալ քերթողներու սենուդմը եղեր էր, որ երկեր էր հայրենիքը, իր հին օրերու փառքը եւ տառապանքը զոր կապրեր, բայց այդ սերունդը երկեր էր միայն կարոտը հայրենիքին ու սուքը իր զավակներուն։ Նոր օրերը ստեղծեցին մարտնչողներու եւ զոհաբերողներու սերունդը, ողբիտեղ կռիվը ու արցունքին տեղը զայրույթը զինեց հոգիները։ Այդ նոր օրերը ստեղծեցին նաեւ երկու մեծ երգիչներ՝ Սիամ Անտոն եւ Վարուժանը, որպեսի հոգիներու մեջ բռնկող զայրույթն ու կռվին գեղեցկությունը երգեն։ Նա ասում էր բաղցանքս ըն է, որ մեր ժողովրդի համար ես այնպիսի մի ստեղծագործություն թողնեմ, որ իմ ժողովուրդը իմ նվան զավակ ծնած լինելու համար չզղջա։ Կարճ ժամանականց Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Նա դառնում է Պորսի գրական կյանքի ազդեցիկ դեմքերից մեկը։ Շատ կարճատև ժամանակաշրջան, բայց այդ կարճատև ժամանակաշրջանում Վարուժանը դարձավ մի այնպիսի բանաստեղծ, որը պարզապես զարմանք է առաջացնում իր թեմաների եւ իր պոեզիայի տեսակի բազմազանության առումով։ Տեսած էի Եվրոպան, օգտվելով տեղույն հսկա գրադարանեն, կարդացել էի հնդիկներեն մինչև Հոմեր եւ հոմերեն մինչև Մետերլինք։ Հոգիս վրա բոցիմը լեզուին պես զգացած էի բանվորներուն աղաղակները մեկ կողմեն, մյուս կողմեն շվայտ ու արբեցող կյանքը։ Եվ ահա ասոնք բոլորը ստորագրված հիշողությանս մեջ եւ միացուցած հին հունական ու հռոմեական կյանքին վերհիշումներուն հանգեցայի գրել, երբ որ երկիր իմ գյուղս վերադարձա, հեթանոս երգերը։
1915 թվականներ Վարուժանը շարունակում էր դրացնել գյուղի չքնաղ երգերի հացին երգի շարքը։ Հունց կժողովեմ մանգաղով լուսնակը է, ակոս մանգալով, սիրածս հարս է, արտս ոսկուն է նման բոցերու, ծորենն է բրինկեր առանց այրելու։ Ժամանակի քննադատությունը, ինչպես նաև հետագա քննադատներից ոմանք, ասում էին, որ Վարուժանը հարազատ չի մնացել իրականությանը, որովհետև գյուղի կյանքի հակասությունները, սոցիալական ծանր վիճակը նա չի նկարագրել, իդեալականացրել է գյուղի կյանքը։ Եվ իսկապես Վարուժանը բոլորովին նպատակ չի ունեցել այդ բաների մասին գրել։ Նրան պետք է եղել, որ սրբացնի, բարձրացնի հացի ստեղծման արարողությունը եւ դարձնի պաշտամունքի առարկա։ Բանաստեղծը ծրագրել էր ստեղծել նաև գինիին երգը շարքը, հայ առասպելների ու ավանդությունների նյութի վրա, հայկական հոմերագիր ժողովածուն ամբողջությամբ մշակել Սասնա ծռեր ժողովրդական վիպերգը։ Անդին կմորթեն կյանքն արտին մեջ եւ գաղափարը գանկին։ Վարուժանը որ ժամանակի լավագույն մտավորականներից էր։ Այդ նրա բանաստեղծությունը այսօր մնացել է, բայց նրա ասենք բանկավարժական գործունեության, նրա հասարակական գործունեության մասին, նրա հրապարակախոսության մասին, ասենք քչերը կան, որ պիտի պատմեն։ Գիրքը ուրիշ բան է, բայց բանաստեղծությունը, որ տրվում է մարդկանց, տրվում է աշակերտին, տրվում է բոլորին, բանաստեղծությունը անընդհատ տանում է բանաստեղծին, բայց ահա կար այդ բանաստեղծը, որը օրերի լավագույն մտավորականն էր, լավագույն ուսուցիչը, տեսուչը դպրոցի, որ նրան Սեբաստիայից եւ Թոքատից ավելի ճիշտ Եվդոկիայից հրավիրեցին պոլիս լուսավորչան վարժարանի տեսուչը կամ տնօրենը դառնալու համար եւ ինքը չափազանց կարևոր գործ կատարեց այդ շրջանում նաեւ։ Սիրունին, ով քաջածանոթ էր Վարուժանին եւ նրա ստեղծագործությանը, հիշում է. Վարուժանը մեզի ճանչեցուց ամենեն առաջ դերասան Վահրամ Փափազյանը։ Հյուրիաթեն քանի օր առաջ մտեր էր պոլիս եւ երբ համից սահմանադրություն շնորհեց, ան առաջինը եղավ, որ հայ լեզուն արտասանեց բեմերուն վրա։ Ու ջարդը իր խաղացանկին առաջին թիվը եղավ։ Այդ քերթվածն էր, որ Վարուժանին անունը բերավ ու սիրծուց։ Վարուժանը միջայլոց պոլսում հաստատվելուց, երբ որ Գենտի համալսարանից վերադառնում է, նախքան պոլսում հաստատվելուց մի 2 տարի իր հայրենի գավառում ուսուցչություն է անում։ Այնտեղ սիրահարվում է իր աշակերտներից մեկին, Արաքսի անունով։ Շատ հետաքրքիր արկածալից պատմություններ կան դրա վերաբերյալ, իրար շատ էին սիրում, բայց աղջկա ծնողները բոլորովին դեմ էին այդ միությանը։ Բանը հասնում է նույնիսկ ֆիզիկական հաշվեհարդարների, Վարուժանը իր նամակներում հետաքրքիր բաներ է գրում, կես զավեշտական, կես կատակային, կես լուրջ ձևով, բայց կարողանում են հաղթահարել բոլոր այդ դժվարությունները եւ նրանց ամուսնությունը կայանում է եւ հետագայում այս կինը շատ արժանավոր կին է դառնում Վարուժանի համար։ Երբ որ նրան ձերբակալում են, առասարակ մեր բոլոր գրողներին, որ ձերբակալում էին, բռնագրավում էին նրանց բոլոր գործերը։ Այդ թվում նաև Վարուժանի գործերն են տանում։ Բայց տարիներ հետո, երբ արդեն այդ փոթորիկը անցել էր համեմատաբար, Վարուժանի կինը հաջողացնում է կաշառելով պահապաններին, դե թուրքերը կաշառքի շատ սովոր ժողովուրդ են։ Մուտ է գործում այն սենյակը, որտեղ պահվում են այդ ձեռագրերը եւ Վարուժանի թղթերի միջից շատ ձեռագրեր կարողանում է փրկել դուրս բերել, նաև այն տետրակը, որ վերնագրված էր հացին երգը։ Եվ նրա ջանքերի շնորհիվ կորիստից փրկվում է Վարուժանի վերջին գիրքը, որ չնայած անավարտ է, բայց արդեն ամբողջական տեսք ունի։ 1910 թվականին Վարուժանն ամուսնացավ Արաքսի Թաշճյանի հետ։ Նրանք 3 զավակ ունեցան։ Առաջնեկը Վերոնիկն էր, որին Դանիել Վարուժանը ձոնում է Վարուժնակը ստեղծագործությունը, երկրորդը Արմենը, իսկ երրորդը Հայկակը, որին սակայն Վարուժանն այդպես էլ չհասցրեց տեսնել։ Հայկակը ծնվում է հենց Վարուժանի սպանված օրը։ Երեքն էլ ամուսնացել են հայերի հետ, տղաները Ֆրեզնոյում, իսկ աղջիկը Նյու Յորքում։ Վարուժանը բարեբախտաբար լավ գրքեր ստեղծեց, բայց դժբախտաբար ժամանակ չունեցավ շատ ստեղծելու։ Ընդամենը 4
ժողովածու է Վարուժանը պատրաստել տպագրության, ընդ որում մեկն էլ իրենից հետո է տպագրվել, իր մահից հետո հավաքել են այն էլ անավարտ վիճակում հացի երգը եւ ընդամենը 4 ժողովածու 1906 թվականից մինչև 15 ընկած այդ կարճ ժամանակի ընթացքում 15 մայիսի 1912 թվական Թոքատ Դանիել Վարուժանեն իմ սիրելի բարեկամին Թեոտիկին ողջույն Հուսած զիս այդտեղ տեսնել այս համար իցիվ թե բայց կաշկանդումներ շատ ունի շատ ցավ է որոնք զիս հոսք գամեն դեռ երբ որ բացվին դռներեն հուսոյ եւ հույսով կհուսամ թե հուսո դռները պիտի բացվին օրմը երջանկության հավատքս չէ մեռած տակավին սիրտս կբաբախե եւ ինչ որ կբաբախե կրնա խայտալ նաեւ Հիրավի հերենախտեն վերջ մարդ կրնա եղեր ոս փորախտալ ունենալ եղեային պես Կարոցայ ափունքները զորս լուսնակը կկամրջեր իր ծփանուտ ցոլացումովը Այս անգամ քեզի մտերմիկ քերթված մնե ղրգածս աղջկանս վրայի գրված զոր մեզի հաճելի եղած է կոչել Վարուժնակ հակառակ իր բուն անունին որ Վերոնիկ է Միշտ քուգդ Դանիել Վարուժան Այդ քաղաքակրթության նկատմամբ Վարուժանը իսկապես ներքին շատ խոր հակակրանք ունի երբեմն շատ կոշտ երբեմն սուր ձևով արտահայտված Օրինակ մի երկու տող հիշեմ թե ինչպես էր նա վերաբերում այդ քաղաքակիրթ աշխարհին Դահլիճներուն փարտամ կիները կատեմ անոնց կավատն է ոսկին Իրենք սիրողը կսպառեն եւ իրենք տան շնիկ են կսպառին Ահա այսպես է գնահատում նա քաղաքական աշխարհի իսկ դրա կողքին Նախոր կարեկցանքով եւ բանաստեղծական ներշնչանքով է գրում այն բանվոր աղջկա մասին, որ ամեն օր հազալով ամեն առավոտ գնում է գործատուն, որ իր հիվանդ մորը կարողանա խնամել։ Ահա հացին երկի միտումը եւս դա էր։ Այս սուրբ, մաքուր աշխատանքային ստեղծագործությունը հագադրել քաղաքակիրթ աշխարհի արտաքինի փայլող բայց ներքինից իսկապես խոր հագասություններ ապրող միջավայրին։ Սփյուռքահայ գրականության նշանավոր ներկայացուցիչներից Մուշեղ Իշխանը հետևյալ բնորոշումն է տվել Վարուժանին։ Դանիել Վարուժան 19-ամյա իր գրական վաստակով նոր ակոզ բացավ հայ բանաստեղծության անդաստանին մեջ։ Անուրանալի անոր թողած խոր ազդեցությունը հաջորդ սերունդներու վրա։ Իր գործերը պետք չունին հանձնարարականի։ Անուն կարդացվեցան եւ սիրվեցան, երբ հեղինակը կենթանի էր։ Պիտի կարդացվին եւ սիրվին նաեւ գալիք բազմաթիվ սերունդներու կողմէ։ Հայ հանճարին ամենափայլուն մեկ ճառագայթն է Դանիել Վարուժան։ Չարենցը պատահական չէ որ զարմանում էր ասում էր ով էր տվել նրան այդքան ուժ եւ շնորհք վերին, ասիկ աստվածային ձիրք, աստվածային կարողություն։ Ժամանակից գրողները բոլորը պատահական չէր որ Պարուշ Սևակը իր ավարտական աշխատանքը դիպլոմային աշխատանքը համալսարանում գրեց Վարուժանի մասին, Դանիել Վարուժանի մասին։ Դեռ 40-ական թվականներին պատկերացրեք եւ չափազանց բարձր գնահատեց։ Բայց վրա հասավ վարյունարի աղետը։ Արտերը ներքվում էին արյունով։ Բանաստեղծի խոսքերով ասած, կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը գանգի մեջ։ Այս ողբերգական օրերի զոհերից մեկը դարձավ նաեւ հանճարեղ գրողը Վարուժանը։ Մի 5 հոգի հոկյանոց մի խումբ, որի մեջ էր նաև Ռուբեն Սևակը, նույնպես տարաբախտ մի բանաստեղծ։ Չանգրեի կոչված ձորում, այն կարգը, որով նրանց տեղափոխում էին, իբր թե ուրիշ տեղ պիտի տեղափոխեին, հանկարծ ճանապարհին ավազակներ են հայտնվում։ Ուղեկցող զինվորները բանից անտեղյակ փորձում են պաշտպանել, բայց նրանց հրամանատարը հասկացնում է, որ իրենք գործ չունեն։ Մի կողմ են քաշվում եւ հանում են կարգից այդ 5-ի միասին տանում են հետագայում հուշ է թողել այդ մասին այն թուրք կառապանը, որ նրանց տեղափոխում էր ճանապարհին։ Շատ մինչև հիմա ես դժվարությամբ եմ կարդում այդ տողերը, թե ինչպես էլ վարվել նրանց հետ։ Կապում են ծառերին, մերկացնում են եւ դանդաղ հոշոտում են պարզապես։
հետաքրքիր է, որ Թուրք Կարապանը ասում է, որ դրանցից մենակ Վարուժանն էր, որ ձեռքերը ոտքերը կամած փորձում էր դիմադրել։ Այսպեսի վախճան է ունեցել Վարուժանը։ Հակոբ Օշականը հիշում է. 1915-ին Վարուժանը տեսա վերջին անգամ Ռուբեն Սևակի տունը, Բերա։ Քաղաքը անճանաչելի էր դարձել, ու մեկ է ավելի գրողներու մասնակցությամբ սեղանի մը գլուխը Անիկա բաժակ մը գինի պարպեց մեր գրականության ու կարդաց իր կարմիր հողը։ Չեմ կրնալ մորնալ կրակը, որ ձայնն ու դեմքը առած էր իր մեջ, երբ քերթվածը կօրիներ։ Մեր ամենուն հիացման առջև։ Անոր մարմինը ճշմարիտ նվագարան մներ, ու բոլորս ալ զգացինք, թե հին օրերու ներշնչալները, տեսանողները տարբեր տեսակի արարածներ ըլլալու չէին, քանյան, որ ահա իր գրածը լապրեր մեր առջև այդքան անդիմադրելի խռովքովը։ Եվ այսօր, երբ որ ընդհանրապես մենք նայում ենք հետադարձ հայացքով մեր պոեզիայի այդ շրջանին, ապա նկատելի է դառնում, որ լավագույն փաղանգը գրողների, պոետների Գրիգոր Զոհրաբը, Սիամանթոն, Վարուժանը, մյուսները, Երոխանը եւ հատկապես ես այն անունները եմ տալիս, որոնք նահատակները դարձան 15-ի ծանր այսպես ջղերնի, այդ բոլորի մեջ Վարուժանը բարձրանում էր եւ իսկապես մեծագույն դեմքն էր այդ օրերի մեր գրականության եւ դարձավ մեծագույնը, ընդհանրապես մեծագույններից մեկը բոլոր ժամանակներում։ Մեծանուն հայը, արևմտահայ գրականության հանճարեղ բանաստեղծ Դանիել Վարուժանը, երբ նահատակվեց, վերջին հայացքն ուղղված էր ապագային, շուրթերի վրա սարած նրա մարգարեական տողերը։ Ով դար ապագան, արփագունդի մնման աշալույսված արգանդետ պիտի ելե շողարցակ, ով դար հուսագեղ դու մարդկության առավոտ։ Դանիել Վարուժան։